Sarkis, you and I were talking about ambulances a little while ago, and this piece that we just watched was about a hospital in Hadrut. And it was damaged during the war. It's been deteriorated over years of neglect. What do we do about this? Well, just like we did it with the ambulances, we pretty much built either new hospitals or we completely reconstruct it from scratch. We pretty much demolish everything down to concrete, and then we start building it anew. That's what we did in Hadrut. Հադրութի շրջանի հիվանդանոցը պատերազմի տարիներին ահա այն սարերից գրատ կայանքից գնդակոծվել էր, դարձել կիսախարխուլ։ Շրջանի մոտ 12,000 բնակիչների համար բուժսպասարկման արժանավայել պայմաններ ստեղծելը երկար ժամանակ հրատապ խնդիր էր։ Հայաստան համահայկական հիմնադրամի Ամերիկայի արևմտյան ափի տեղական մարմնի նվիրատվությամբ 2007 թվականի հուլիսին սկսվեց շենքը վերակառուցելու գործը։ Հիվանդանոցի վերակենդանացումը, բուժումը եւ ապաքինումը արժե 224 միլիոն դրամ։ 27 տարի առաջ կառուցված շենքը մինչև այժմ երբևէ հիմնովին չէր նորոգվել։ Ինչպես շինարարներն են ասում, հին հիվանդանոցից թողել են միայն մերկ պատերը, մնացած ամեն ինչը նոր է կառուցվում։ Եռահարկ շինության առաջին հարկը ամբողջությամբ զբաղեցնելու է ինֆեկցիոն բաժանմունքը, այստեղ դրա կարիքը շատ է զգացվում։ Երկրորդ հարկը ադմինիստրատիվ նշանակություն կունենա, երրորդ հարկում կլինեն բիրահատարանը, թերապևտիկ, գինեկոլոգիական եւ մանկական բաժինները։ Վերանորոգվել է տանիքը, շենքի տանիքը, որը շատ անբարվոք վիճակում էր։ Վերանորոգվել են հատակները, առաստաղը, տեղադրվել են նոր պատողաններ, ժամանակապատողաններ, դռներ, բոլոր հիվանդասենյակներում կառուցվել են նոր սանհանգույցներ, տեղադրվել են նոր խողովակաշար եւ ջրի նոր համակարգ է ստեղծվել։ Հիմնական դրությամբ կատարում են ջեռուսման համակարգի իրականացման աշխատանքներ։ Հիվանդանոցում կլինի 40 մահճակալ, բժիշկների ասելով դա լիովին բավարար է։ 40 մահճակալի մոտ 80%-ը կարող է զբաղված լինել։ Հիմնադրամը նաև շտապօգնության 4 ավտոմեքենա է նվիրել հիվանդանոցին։ Համահայկական հանգանակությունների շնորհիվ հիվանդանոցը կունենա նաև բոլորովին նոր գույք։ Բայց ահա բուժ սարքավորումների խնդիրը շատ բարդ է, այստեղ ամենաթարմ սարքավորումը 25-30 տարվա է, եթե չհաշվենք, որ հովը ապահովել է վիրահատարանի հիմնական սարքավորումները։ Մեր ներկայիս բուժսարքավորումները 75 թվականի, 76 թվականի արտադրության են, այսինքն խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են։ Մեծ պրոբլեմ ունենք ռենտգեն ապարատի, հինը ներկայինս 76 թվականի արտադրության է։ Վիրաբուժական բաժանմունքում 4 ախտահանիչների, թաց ախտահանիչների լաբորատոր բաժանմունքում սարքավորումների կարիք կա։ Շինարարության ընթացքում հիվանդներին տեղավորել են մի փոքրիկ մասնաշենքում։ Այս պահին այստեղ 7 մարդ է բուժվում։ Հադրութիները եւ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայտնի են իրենց երկարակեցությամբ։ Վերջին տարիների դժվարությունները իհարկե մի փոքր կրճատել են կյանքի միջին տևողությունը, բայց այստեղ հավատում են, որ վերակենդանացող հիվանդանոցը կդառնա առողջ կյանքի նոր խորհրդանիշ։ My recollection is that during the Soviet times, even in good times, hospitals tended to look a little tired by Western standards. Are we going to provide better looking and better functioning hospitals? It's more about better functioning. Of course, it's going to be better looking because we try to take the Western know-how in medical science and apply it to the Hadrut Hospital. For example, instead of having one bathroom in the entire floor, now each 2 adjacent rooms, they share a bathroom and different adjustments in the designs of the hospital, so it's easier for the staff to operate it. We did that. The entire cost of the project was about $2 million, of which about $1 million was in equipment and the rest was for the construction. I've said it before, this kind of infrastructure repair, hospitals, schools, roads, it's not cheap, but the good news is that every nickel that you are donating today goes right to where it's needed. So please do what you can. Call the number on your screen or make a donation online at armeniafund.org. But whatever you do, however you do it, do not wait, because they're not waiting in Armenia and they're not waiting in Artsakh. They need your help right now, right now.